դուք եւս ներկայացել եք այստեղ ցանկանում եք հաղորդման այսպես ներկայացման մասնակից լինել, ինչ կասեք, ինչպես եք ընդհանրապես վերաբերվում երկրում տեղի ունեցող այս իրադարձություններին։ Գիտեք, հաշվի առնելով այս իրադարձությունների արագության ընթացքը, մենք հետևելով տեսնում ենք, որ այս երկիրը գնում է բռնապետության ամրապնդման հիմքերով։ Այս մարդը, որ եկել է երկրի ղեկավար դառել, իր այդ ժամանակահատվածում, իր այդ խմբի հետ այդ կառավարման ժամանակա ընթացքում իրենց կողմից ահագին լուրջ բացթողումներ են իրականացնել, թե պետական մակարդակով սահմանադրության խախտումներն, թե պետական մակարդակով օրենքի ժողովրդի իրավունքների ոտնահարումն է։ Մենք այսօր դրա դեմ ենք բոլորս փորձում դիմադրենք, խոչընդոտենք, որ այս երկիրը որպես Հայաստան ինքը ելի նույն ձևի մնա հազարամյա տարիներ պատմություն ունեցող։ Բայց այդտեղ մի հատ հանգամանք կա, ես վերջի ժամանակները նկատել եմ այս եկեղեցու նկատմամբ իրաց գործողության հենց կոնկրետ եկեղեցու ուղղությամբ այդ պրոցեսները, որ փորձում են գեներացնել կամ իրականացնել, իրենք փորձում են հանրությանը շեղել այն կարևոր իրենց ժողովրդի նկատմամբ, առանձնապես Արցախի նկատմամբ իրականացրած դավաճանությունը, որ դա խոսքի երկրորդ պլան գցեն, որովհետև ամենակարևոր լուրջ իրադարձությունների պատմական ժամանակահատվածում իրենց կողմից եղել է այդ դավաճանությունը։ Այստեղ իրենք եկեղեցու նկատմամբ սկսել են իրագործել այդ ուղղության վրա, որովհետև Արցախն է եղել հայ ազգի այն որ ասում ամենալուրջ հիմքը, հիմել եկեղեցին է միջազգային բանով, մեծ լուրջ կառույց, որ փորձում են կամ վարքաբեկեն կամ եկեղեցու նկատմամբ հանրության մեջ այդ ատելության բանը սերմացնել։ Բայց ես ասեմ, սա մի քանի մարդու բան չի, որովհետև սրանք այնքան չկան, որ մեր ազգի նկատմամբ շարունակական եկեղեցու նկատմամբ փորձեն ամբողջովին մենք որպես ազգ այս տարածաշրջանում թույլատնեն մեր էությունը, մեր ազգային սկզբունքները, մենք ամբողջովին համախմբվելու ենք օրեցօր, համախմբվելու ենք այդ պայքարելով այդ բաների հանցագործ գործողությունների, պրոցեսների դեմ, ընդհանրապես որ ասում աստեղ ասելիք չկա, սաղ ժողովուրդը տեսնում են, սաղ մենք ընդհանուր մասնակցելով այդ պրոցեսների դիմադրելով տեսնում ենք ժողովրդին բաժանում են, փորձում են էլի տարանջատել, բաժանել այդ մթնոլորտում, որ կարողանան էլի իրենք տիրապետեն, տիրեն իրենց աթոռները պահելու կարմիր այդ շահերը բաններով։ Այստեղ անձնական հարցերի մոտեցում, այստեղ պետական ոչ մի շահի հետ կապված, ժողովրդի շահի հետ կապված ոչ մի բան չկա։ Ինչ իրենց կողմից, պետության կողմից ինչ անում, ասա մենակ իրենց աթոռը ամրապնդելու համար, իրենց թշնամու հետ համագործակցության պրոցեսների բանը իրականացում դարձնելու համար, բայց չի ստացվելու։ Մենք ամբողջովին ազգովի կայնելու ենք, խոչընդոտելու ենք, խանգարելու ենք, ջախջախելու ենք, առանձնապես եկեղեցու նկատմամբ ինչ որ գործողության պրոցեսներում իրենք կտեսնեն ազգը ոնց է կայնած, ում կողքին է կայնած։